Ես ունեմ փոքրիկ եղբայր։ Նրա ծնունդն է այսօր։ Ծնունդը շնորհավոր տամբարը։ Ապրիլի 4-ը եկել ենք որ շնորհավորենք։ Ինչքան էլ ար։ 7։ Պետք է Վարդանի համարով զանգեմ որ պատասխանես։ Ուտյու։ Ջոգի։ Դավթաշեն, պրիվետ։ Մենք Դավթաշենում ենք եւ ինչու ենք ասել այստեղ, ասեմ։ Եկել ենք եղբորս ծննդյան օրը շնորհավորենք։ Ես ունեմ փոքրիկ եղբայր, նրա ծնունդն է այսօր, ապրիլի 4-ը եկել ենք որ շնորհավորենք։ Իսկ ախպերս այս դամաֆոնը կարաս ծնգսնես բացվի։ Մեկը, ահա, մենք զանգեցինք որ դուռը բացեն, հիմա դուռը բացեն, դամաֆոն է, պատկերացնում եք, ցույց տու դամաֆոնը։ Ախպեր, ասես բաց են։ Բայց 20 բերի ասա։ Հա։ Ընկերներ, բաց է դուռը, բացեցինք, կարծես շպիոնական ֆիլմում լինենք, կանչում ենք լիֆտը, որը նոր է, նկատենք, որ լիֆտը նոր է։ Այստեղ մենք գեղեցիկ ենք, լուսավոր 5-րդ հարկ ենք բարձրանում եւ իհարկե ունենք գեղեցիկ անակնկալ։ Այսինքն տուն են զանգում։ Լիֆտն է Nokia երաշխնով։ Աչելի երաշխնով։ Ընկերներ, եղբայրս Վանուշը դարձավ քանի տարեկան։ 27 տարեկան։ 27 տարիների ընթացքում նա հասցրեց դառնալ ատամնաբույժ եւ ես երաշխության տակ ասեմ։ Նա շատ լավ երիտասարդ է։ Այսօր մեր Գարիկի ապրես, Ջորջան, ապրես։ Շատ լավ լիֆտ է։ Բարև, մի գնա։ Հիմա զանգում եմ, այսօր սաղուր զանգել եմ, չի պատասխանես սրիկան։ Հիմա զանգում եմ, ասեմ, որ զանգում եմ, ինչի չես պատասխանում։ Ախպերս զայրդ կսպասնում։ Կրիշն ցածի զանգի, ախպեր թե պատում։ Ռով իշկա, սկանը բարև ենք իրար։ Թաթիկով արանդ է, թաթիկով արան ապրես։ Կան չէ թասել է տուն, չէ թա, մտ կոնով զանգի բանուշ ինձ այրդ կչունան։ Սնե ոնց եմ պիս, գեշ ձևի մունատ եմ գալի վերան։ Ալո։ Այ ախպեր, ես սաղորը զանգես եմ չի չես պատասխանել դեռ, պետք է Վարդանի համարով զանգեմ, որ պատասխանես։ Ախպերս ինձ դու չես զանգել։ Ապա 100 անգամ եմ զանգել, չես պատասխանել, անհասանելի ես էլ է։ Ծննդդ շնորհավոր, կարևորը։ Ինչի կատարվել։ Իվարդ է։ Վարդը դա։ Այ ախպեր ես իմ ուրեմ բրատ, լսի։ Ծննդդ շնորհավոր լինի ախպերս, լավ լնես, առողջ լնես։ Ես հպարտ եմ քեզանով։ Հաշվի այսօր էլ ավտոտ նվեր ես առը քեզի։ Ոչինչ, գիտես, այդ հարցերը կլուծեի։ Ապրի ախպերս։ Բերսան շնորհակալ։ Բա ուր ես ախպերս։ Գարկը։ Դա ինչի ծննդդ չես անել։ Ինչի ծննդդ չես անել։ Ապա քշերը ավիլ եմ, էլի տենց։ Բա մեծ չես զանգե։ Քշերը 12-ին 11-ին տենց ժամ է, դա խմեր չեմ ասել ախպերս, որ դու էլ միանաս, թե չէ։ Կասում է, այսօր վրա որ կազմը կերտում է։ Դա ինա դու ես արել, դե լավ ոչինչ, տակիտակ այսօր չեմ էր կարայք ամեր, դու պետք է ասել։ Ջանը տեսա ախպերս քո ծնունդը գիտեմ ես։ Դե, կապի մեջ, ախպերս, պրսնես, այսինքն էլ զանգելի մաստը չկան գել, լավ։ Ո՞ր ստեղն է։ Չէ, գնացրեի ջերմուկի սամթը։ Ջերմուկի սամթը։ Հա, դե կապով ախպերս, լավ։ Հա, լսի, բանկան է, որդ են նստած, որ մտնենք շուտ կտենան ինձ, պտի որ ախասնուս։ Այ, սուս, շախուտ մի ար, դու սաղ մեծ ծրագրերը մի խարին իրար։ Որդ է մաման։ Ինքը չի տենա, չէ, ստեան նա իմ ես կոմանդ։ Հարապի աճարում ես դու։ Բարի ոնց իմանակ ոնդ է անստան։ Հալի պալի տարածվեց։ Հա։
ասված թող նրան էլ տամ Դժվար պահին Տարիր մեր պլանները, ոչ վախեցակ շատ։ Ծնունդը շնորհավոր, հարգելիս։ Ինչ ջոգ գիրարա։ Չես ջոգ էլ անակնկալի արի ասո։ Ես չէի սպասում գջողը տալի։ Ծնունդը շնորհավոր լինի։ Ներող կլես։ 1000 անգամ։ Ես վախացրիմ էլի։ Չէ։ Всё։ Այսքան նով է հավաքել։ Էդի դու ախպերս քո ծնունդի օրով, ծնունդը շնորհավոր լինի։ Ախր քեզ բոլոր մեն շատ սիրեր Շատ հաճախ երես տվեր Առիթը Փոքր ախպերն է ազնիս բոյովա։ Չեմ, երազանք պայմ է։ Երազանք պայփ չի, ոսկեզոս տորթ եմ բերե թող 20 ինչքան էլ ար։ 27, այսինքն դե 28 դառնալուց լրիվ ինչ ուզում ես կատարվի, որ հաջորդը արդեն երազանքներ պահես։ բոլորին ժպիտ պարգևեր Ջոգիր։ Ծափ տվեք։ Ծափեր ենք տալիս, ծափեր դու։ Չես զում շնորհավոր ես մեր հոպարին։ Հələ գնա գերկի։ Ապա էսի չլի, չես ես բան անեմ։ Դես վերս, քաղցրությունը քո ընտանիքի կողմից մեծ աղբորդ գլխավորությամբ։ Ինչ այլ է, բան ուրա։ Հավաքած է, ինչ ես կվարտիրա վիճակա։ Հարգանքներս։ Հովիձային կամերջում ես։ Այս տա չեմ ճաշնում։ Էլ քեզ նկարում, չէ՞։ Խոսամ, ասեմ։ Չէ, ոչ չի նկարում, ասա, էմոցիաներով հետ կիսվի։ Հələ ասա, մտ նկարի Վարդան, նկարի։ Էմոցիա, ասա։ Մանուշակ, ասա, էմոցիաներիդ մասին խոսա, ի՞նչ է։ Ինչն է տնական, ես էլ եմ տնական։ Հե։ Մի բան ասա։ Ինչ ասեմ, Վանուշը իմ մեծ տղան է։ Ջոգին ապրես։ Վանուշը մեր տան անդամն է, այնպես որ մենք խրտում։ Ալախվերով ունի հարուստան Ով էլ չունի ասված թող նրան Պրոստը ձեր տան անդամը ոնց էր շուտ ջոգես, որ ես տեմ։ Հա։ Օ, քո միկրոֆոնը եղբայրս։ Նետեցին գետին աշխատում է նա հիմա։ Ախպերս։ Ամբողջը մտածել եմ։ Դա ես պրոստը մի քիչ ավելի խելացի մարդ եմ, քան որ պետք է ալեի դրա համար ջոգի։ Ինչ ես ինտագովկով զբաղվում։ Արա նրբանկատ եմ ես ջոգի։ Այս երիտասարդը արդեն բավականին ժամանակ է 10 տարուց ավել բժշկական է սովորում, ու բժիշկ չի, կերել է կյանքս, բայց հա Որովհետև գիտես ինչի ստո։ Գիտես ինչի, որտեղ ինքը ազատ մխատնա։ Հələ նկարտես, արի ես իդ նկարի, էլի, եսի սկիզբն է, որ գալիս ենք։ Ահա ընկերներ, նայեք այս տեսանյութը, որ տեսնեք ոնց իմ աղբերը վախեցավ։ 6 տարի փոքր աղբերս։ Վայ։ Փոքր աղբերս է, պուճուր։ Իշտեղ էի ես խորացի ախպերս։ Ուր ես խորացել։ Պայտակ սպասում էի, որ հեսա պետք է որ զանգիր, այդ վխտասի հեսա պետք է մտնի։ Հա, Հետո բայց համոզիչ էր ինչ խոսք, երբ որ զրուցեցինք մենք միասին, դու բայց համոզեցիր դու ինձ։ իմացի, որ կեղավարի ենք զրուցել։ Մարիա, գեղեցկու է, արի։ Նստեք հեսա հաց տնեմ։ Չէ, հաց չենք ուտում։ Ոնց ես։ Լավ ես։ Ինչ ես դες վախենում։ Մարիան պարուհի է, չէ, հայոց պարերն է պարում։ Շատ խելացի մախուր աղջիկն է։ Ես ես պուճուրին вообще չեմ տեսել, ես էլ արի մոտ ես։ Դու խոսում ես։ Չի լացի, չէ։ Չես լացի, ես Վանուշն եմ հաշվի, արի։ Չէ։ Գնա։ Փայլում է, չէ։ Չէ, քո մոտ էլ է գալերին սկսում։ Փայլերը հավաքի սա, հավաքի մամային օգնի։ Դե որտեղ դու ես նոր սկսել անգել մարկերը, այս կողմից որ փոքր է։ Մրկել ես։ Այդ տղային ինչ մրկեմ, ես ընտղային մենակ սիրասեմ բոնչիկ եմ անել։ Նես լավնի։ Ինչ չոթեր է բերոնը։ Մի գեղեցիկ Ջորի։ Ինչ բերոնը։ Փայլ աուտոն ոչ։ Հենց մտ թույ փորունի ապե։ Պրոստը այս շորով չի երևալ, բայց այս թույ Գոյ, ապե փորը։ Չէ, որ մայկա պանի խայնել, այս փորը վերջնից է ցիկել կնոր։ Ղու։ Ալիգարխի փորունի Նիկոս։ Գիշ։ Սերմուշկա էր կերե, ինչի հանում։ Հիսոսի
Հələ սեմուշկա։ Դե լավ, Վարդան, այսքան է։ Կարակ չլայքեք, չբաժանորդագրվեք, ստացված էր ախպեր։ չճանաչեք, որ ես փոքր ախպեր ունեմ։ Պրոֆեսիոնալ ես քո։ Ну ладно. Դե այմա սիրուն հագնված ես, ելույթը տեսվելու է, ելույթ ունեցի, լմդ ելույթ ունեցի, էլի։ Բարի դրանք։ Դեսի լավ լույթ։ Բաբշիս ծնունդը շնորհավոր է։ Ուրեն ելույթ ունեցի, հա։ Ձենը տա լսվում մենակ։ Ամեն շատ գեղեցիկ տեսք ունես, ինչ ես անդակա տեսքս։ Վերցրու։ Այդ ղոզնս մարդս բաժան։ Չէ, չես բաժանվի։ Արա դու տաներ պետք է շենաս։ Դե լավ, շենացնում ենք։ Լավ դե։ Ինչպես ասիր, լավ։ Ես գող շնորհակալ եմ։ Հալա վերիկա ապրես, Հա, հասկացանք էլ նեստի ինձ արա։ Սպագետին Չէ, է, ես ձայ ռուլիկ եմ։ տարածհապ, ճաշ, հիմա տաքացնում եմ ուտեք։ Ասելիքը 10 է։ Չէ, դու խոսա հələ, խոսա։ Այն չես փախնում, արի դու կմեծանաս կհիշես, արի։ Արի մաղթանքներ ասա, արի։ Մանշաջան մի հատ մամային։ Վանուշին մաղթանքներ չես ասում։ Չես ասում, հələ մի բան ասա, Վանուշ ջան, առողջ ես, լավ ես։ Խոսա, կլսվի։ Մաշ մի հատ սավեր տա։ Ասա Վանուշ ջան, լավ ես, առողջ ես։ Չես ասում։ Ռոբե ջան, ասա։ Ասա, ես գնում եմ, տեսա։ Սա ես իմ հոբային շատ եմ սիրում։ Գոնեն սեմեջկեկը դուրս չկա, ասեք քիչ հավաքեք, տունը նոր նկարահանումները։ Լավ սենց։ Չէ, տես բան կաղա Ռոբես չասի, ես իրեն մեկներ ձեքում։ Ես ուզում եմ այսօր իսրտե շնորհեմ իմ սիրելի Վանուշի ծննդյանորը։ Իմ գիտակցական կյանքում շուրջ 70 տարուց ավել։ Ես շատ մարդկանց հետ եմ շփվել, սկսած այս նոր սերնդից, հին սերնդի հետ, բայց Վանուշը ինձ համար մի հատուկ երևույթ է, հատուկ անձնավորություն է, որին ես ընդունել եմ հենց ծանոթանալու օրվա ինձ որպես որդի, որպես մի հատ հարազատ անձնավորություն, ոչ միայն Գարիկին, այլ հիմա մի քիչ կոպիտ ասած ինձ ավելի հարազատ է դարձել, քան թե Գարիկին։ Վանուշը այն մարդն է, որ կարող է գնահատել մեծ, փոքր մարդկային երևույթներ։ Վանուշը այն տղան է, որ բոլորին հարեհաս, հասնող։ Ինչ ասեմ, այս մեր դարաշրջանում շատ քիչ անձնավորություններ կան, որ Վանուշի նման են։ Վանուշը մի հատ իդեալական հայորդի է։ Ես ուզում եմ շնորհավորեմ իրան, առաջերտին ցանկանամ, որ իր քննությունը բարեհաջող հանձնի, ինքն ինձ խոստացել է դեռ անցյալ տարի։ Ասում եմ Վանուշ, եթե չհանձնես, ես ու դու դառնում ենք թշնամի, ոնց որ Հանձնի երևի այս տարի։ Չգիտեմ, ոնց որ հարազատ մարդիկ։ Մենք երկար ենք զրուցել թեմայով, ես իրան լրիվ իր ամեն ինչ հասկանում եմ։ Չգիտեմ, իմ համար ես այսօր եկել մտել եմ, ասում եմ, «Իա, Գարիկ էս Վանուշ չի գալու»։ Ասեց ոչ թե անպայման գալու է։ Ասի, բայց եկել եմ հատուկ իրան, որ տենամ շնորհավորեմ ծննդյան օրը բան։ Ինչ ասեմ, թող այս բալիկները առողջ երջանիկ լինեն, որ ունեն նման հորեղբայր, Վանուշի նման ազնվորություն հորեղբայր, իմ աղջիկս ես փշաքաղվեցի, որ ասեց Վանուշի ավակ որդին է։ Դա ինչ է նշանակում։ Էլ ոչ բացատրելու կարիք ունի, ոչ բան։ Իրոք Վանուշի այն ազնվորությունն է, այս մեր խաժամուշ երկրում, որ ամեն ինչ չես ճոգում, ով է, ինչ է եւ այլն եւ այլն։ Վանուշը այն ազնվորությունն է, որ խոսքեր ասելը շատ քիչ է։ Վանուշը իր գործով, իր վերաբերմունքով, իր մարդկային ամեն ինչով ցույց է տվել, թե ինչ մեծ վեհանձն անձնավորություն է։ Ես իր կյանքին մեռնեմ, իրան ամենալավն եմ ցանկանում։ Ինչ կցանկանամ իմ բալիկներին, իմ թոռնիկներին, ես ցանկանում եմ Վանուշիս, բարով իր թագն ու պսակն էլ տեսնենք, իր բալիկին էլ տեսնենք, իրոք եսի սրտե լուրջ եմ ասում, շատ եմ ուրախանալու։ Վերջ, ցավը տան։ Աբրիս, շնորհակալ ենք եւ այս ամենը իմ փոքր աղբոր վերով էր։ Լավ տղա է ոնց էր։ Ես չգիտեի նոր իմացա։ Գարկ դու ինչ կասես։ Հա, մի բան աս։ Հա? Հələ աս, նկար գարքի։ Մեր դոկտոր Իսախանյանը նկարի։ Սաղ ասված է։ Հա։ Աբրիս, շնորհակալ եմ շատ։ Բայց Ուշեղն սաղ